Բարի օր բոլորին։ Կցանկանայի խոսել մի շատ կարևոր հարցի մեր երկրի անվտանգության թեմայից։ Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ կարդալ, որովհետև այնինչ ուզում եմ ասել բավականին ծավալուն է եւ ժամանակը էֆեկտիվ օգտագործելու համար որոշեցի կարդալ եւ ընթացքում մեկնաբանել։ Թե ինչ է մեզ սպասվում այս տարի, ոչ ոք հստակ չի կարող ասել։ Եվ ոչ մի երկիր կամ կազմակերպություն չի կարող երաշխավորել մեր անվտանգությունը։ Կարծում եմ բոլորդ կհամաձայնվեք։ Անվտանգությունը կարող է երաշխավորել միայն շատ ուժեղ եւ արդյունավետ բանակը։ Իսկ ուժեղ եւ արդյունավետ բանակի համար անհրաժեշտ են շատ մեծ ֆինանսական միջոցներ։ Ուրեմն արդյոք ընդհանրապես հնարավոր է, որ մենք կարճ ժամանակահատվածում հարուստ եւ զարգացած երկիր կարողանանք ունենալ։ Ես վստահ եմ, որ հնարավոր է եւ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մտքերով, թե ինչպես դա կարելի է անել։ Շատերը կարծում են, թե ամեն ինչ լավ է այսօրվա դրությամբ։ Տեսեք, որքան բան ենք կառուցում, որքան մարդկանց ենք անվճար բուժում պետության հաշվին։ Իհարկե այդ ամեն ինչը կա, բայց չպետք է մոռանալ, որ մենք այս ամենն անում ենք հիմնականում այն գումարների հաշվին, որոնք մեզ պարտքով տվել են Ամերիկան եւ Եվրոպան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք մեզ շուրջ 6 միլիարդ դոլարի պարտք են տվել եւ պետք է հասկանալ, որ նրանք մեզ այդ գումարները տվել են Ռուսաստանից հեռանալու դիմաց։ Մի քանի տարի անց ստիպված ենք լինելու վերադարձնել այդ պարտքը եւ դրան գումարած քաղել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պտուղները։ Իսկ դա անխուսափելի է։ Հայաստանի միջոցով Ռուսաստան տեղափոխվող պատժամիջոցային ապրանքներից ստացված շահույթը, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմի պատճառով Հայաստանում ժամանակավորապես գտնվող ռուսական IT ընկերությունների, խոշոր ընկերությունների կողմից բերված ժամանակավոր կապիտալը նույնպես ժամանակավոր են։ Հայաստանը պետք է սկսի շտապ մեծ գումարներ աշխատել, որպեսզի ապահովի այս ժամանակավոր մուտքերի փոխարինումը իրական եկամուտներով։ Իրականում այս շտապ անհրաժեշտ է երկրի զարգացման ռազմավարական ծրագիր, որպեսզի 5 տարվա կտրվածքով Հայաստանի իրական եկամուտը եռապատկվի։ Ես ուզում եմ առաջարկել ձեզ այդ ծրագրի հիմքը եւ առաջարկում եմ ձեզ լսել եւ մասնակցել այդ աշխատանքին։ Վստահ եմ, այնինչ հիմա կլսեք 90%-ով կհամընկնի ձեր մտքերի հետ։ Որպեսզի երկիրը կտրուկ զարգացման ուղով գնա, անհրաժեշտ է երկու հիմնական բան։ Առաջինը պրոֆեսիոնալ ղեկավար, երկրորդը հստակ ռազմավարական պլան։ Ռազմավարական դա նշանակում է, որ գործողությունները 2-3 քայլ առաջ են հաշվարկված։ Այսինքն բոլոր հետևանքները հաշվարկված է։ Շատ ցանկալի է, որ ղեկավարն ունենա այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բազմակողմանի գիտելիքներ, 2-3 քայլ առաջ մտածելու ունակություն, հոգեբանական կայունություն, ազնվություն եւ հայրենասիրություն։ Սակայն հստակ ռազմավարական զարգացման պլան ունենալը երկրի հարուստ եւ հզոր դառնալու պարտադիր պայման է։ Առանց այդ պլանի զարգացում իհարկե լինելու է, բայց շատ ավելի դանդաղ։ Մենք պետք է ունենանք ռազմավարական պլան թե ֆինանսական մասով, թե բարոյական արժեքների մասով։ Իդեպ երկրորդը պակաս կարևոր չէ։ Որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է պահանջենք մեր երկրի ղեկավարությունից, եկեք նախ
ինքներս որոշենք, թե ընդհանրապես ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ մոտ ապագայում։ Եկեք պարզապես հարցնենք սովորական մարդուն, ինչպիսի ապագայի Հայաստանում է նա ուզում ապրել։ Ինչ պատասխան մենք կլսենք։ Համոզված եմ հիմնականում լսելու ենք սա։ Մարդկանց մեծ մասը համոզված եմ կպատասխանեն։ Ուզում եմ, որ երկիրը զարգանա, հասնի ամենահարուստ երկրներին։ Մարդիկ ամսական ստանան 7-8 հազար $, մեր բանակը լինի աշխարհի ամենաուժեղներից մեկը, լինի խաղաղություն, մարդիկ լինեն առողջ, ու մեր հայկական ավանդույթներով փոքրերը միշտ հարգեն մեծերին։ Տղամարդիկ լինեն իրենց ընտանիքների գլուխը, ուժեղ լինեն, որպեսզի երեխաները իրենց ապահով զգան։ Այսինքն սա էլ հենց պետք է լինի այդ զարգացման ծրագրի հիմքը, բոլորին էլ սա է պետք։ Եկեք տեսնենք այս բոլոր բարեմաղթանքները իրականություն դարձնելու ինչ հնարավորություններ ունենք, չմոռանալով ամենակարևոր սկզբունքը։ Իսկ ամենակարևորը դա ոչ ոք մեզ չի օգնի, մենք պետք է ինքնուրույն մեր խնդիրները լուծենք։ Երկիրը ոչ մի լուրջ արդյունք չի ունենա, եթե չլինի այս կարգախոսը։ Հեսա ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու է մեր վարչապետը, հեսա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու է մեր վարչապետը։ Այս հանդիպումները ոչ մի լուրջ փոփոխության չեն բերելու, այն փոքր օգուտն էլ, որ կարող են տալ, չարժի նրանց վրա ծախսված ժամանակը, էներգիան, հույսով լինելը, իսկ հետո հիասթափվելը։ Ոչ ոքի հենց այնպես լավություն չի անում։ Ամեն ինչ շահի հաշվարկով է։ Մանավանդ միջպետական հարաբերություններում։ Եթե դու մի բան օգնության ձևով ստանում ես, ուրեմն պատրաստ եղիր, որ դրա դիմաց ինչ-որ բան պահանջելու են։ Ինչքան էլ սառը հնչի, կյանքի փորձ ունեցող մարդիկ գիտեն, որ գրեթե ամեն ինչ փողն է որոշում։ Փող պետք է մեր երկիրը աշխատի բնականաբար։ Ուրեմն եկեք անցնենք այս ծրագրի քննարկման։